Վրաստանի աշխատանքի առողջապահության և սոցիալական հարցերով նախարարությունը հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի հետ համատեղ Նինոցմինդայի հանրային առողջապահության կենտրոնում անցկացրեց երկօրյա թրենինգ ձիա, հեպատիտ C և տուբերկուլոզ հիվանդությունների վերաբերյալ։ Թրենինգին մասնակցեցին գյուղական բժիշկներ և բուժքույրերը։ Նպատակն էր ծանոթացնել գյուղական բժիշկներին տուբերկուլոզի, հեպատիտ C-ի, ձիահի վերաբերյալ ներառյալ ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդների մասին։ И это заболевание тоже является причиной не то что в Грузии, а во всем мире причиной смертности. И показатель смертности от туберкулеза очень большой не только в Грузии, но и во всем мире, потому что пациенты не соблюдают режим, не знают, что у них какие ВИЧ, СПИД, гепатит С, они не проходят скрининг, и поэтому они не знают, и ваша задача, кстати, семейных врачов и всех медсестер, и всех абсолютно персоналов здравоохранения, это то, что вы сделали этот скрининг обязательно, и чтобы очень много больных были включены в этом программе, чтобы они вылечились, и чтобы не было распространения вот этих заболеваний, как туберкулез, гепатит С и ВИЧ. Тренինգը կազմակերպված էր գյուղական բժիշկների համար եւ նվիրված էր հիմնական տարածված ինֆեկցիոն հիվանդություններին։ Դա տուբերկուլոզն է, հեպատիտն է, C-ն եւ սպիդը։ Եվ տրենինգի ընթացքում բժիշկներին բացատրեցին, թե ինչ դեր ունի առաջնային բուժ օղակը, այսինքն գյուղական բժիշկները, որ անմիջապես շփվում են բնակչության հետ, այդ հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ բուժման հարցում։ Վրաստանում կա սկրինինգի ծրագիր, այսինքն համընդհանուր բնակչության ստուգման ծրագիր այդ հիվանդությունների դեմ, տուբերկուլոզի, սպիդի եւ հեպատիտի։ Եվ այդ ծրագրի մեջ շատ ակտիվորեն մասնակցում են գյուղական բժիշկները։ Կան շատ հասարակ տեստեր, որը կատարվում է բոլորին, որպեսզի հայտնաբերվի այդ խնդիրները։ Եվ հայտնաբերելուց հետո բժիշկը պետք է տեղյակ լինի, թե ինչ ձևով տեստը կատարի, ում կատարի եւ հանգարց դրական պատասխան ստանալու դեպքում որ մասնագետի ու որ բուժ միավորում պետք է ուղարկի այդ հիվանդներին։ Հեպատիտ C-ի համար կա տեստ, սպիդի համար լինում են տեստեր, իսկ տուբերկուլոզի հարցում կա հարցաշար, այսինքն հիվանդին տրվում է որոշակի հարցաշար եւ եթե պատասխանները լինում են դրական, օրինակ քաշի իջեցում, քրոնիկ հաս, քրոնիկ ջերմություն, մաշտական գիշերային քրտնարտադրություն, եթե հիվանդը ունի դրական այդ գանգատները եւ կասկածում է տուբերկուլոզ, ապա հիվանդին ուղարկում է համապատասխան մասնագետի կողմ լրացուցիչ ստուգման։ Այսինքն ընդհանուր իմաստն ինչ էր, նորից հիշեցնել, սովորացնել գյուղի բժիշկներին, առաջնային բուժողակի բժիշկներին, այսինքն այն բժիշկներին, ովքեր որ տան մեջ են շփվում հիվանդների հետ, հա, այսինքն հիվանդանոց հիվանդը գալիս է, իսկ առաջնային բուժողը ամիջապես տան մեջ է շփվում, հիվանդի տան մեջ գյուղում է շփվում հիվանդների հետ։ Ինչ պետք է անի այս քրոնիկ բավականին բադանքավոր ինֆեկցիոն հիվանդության ախտորոշման, պրոֆիլակտիկայի եւ բուժման հարցում։ Գյուղական բժիշկը ունի տեստեր, որը կատարում է, որը անում է, այսինքն անալիզ, հա, փոքր բան տեղում, կատարում է տեղում անալիզ այդ հեպատիտ C-ի դեմ, որպեսզի հայտնաբերվի ունի հիվանդ այդ հիվանդությունը, թե չէ։ Եվ եթե հանկարծ տեստը դրական է լինում, ամիջապես հիվանդը ուղարկվում է համապատասխան բուժմիավորում, որպեսզի շարունակվի հետագա ստուգումը։ Ինչու է դա արվում, քանի որ կա Վրաստանում հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագիր, այսինքն հեպատիտ C-ի լրիվ վերացման բուժման ծրագիր, որով եթե հանկարծ հիվանդիկով հայտնաբերվող այդ հիվանդությունը, նա անվճար ստանում է հետագա լրացուցիչ ստուգումները եւ հետագա բուժումը, այսինքն այդ հիվանդության բուժումը անվճար է։ Ինչպես նաեւ տուբերկուլոզի բուժումը, տուբերկուլոզի անալիզները, տուբերկուլոզի ստուգումը եւ հետագա բուժումը նույնպես անվճար է Վրաստանում։